ժողովուրդ եք եւ ձեր պարտքը ձեր այս հայրենիքի հանդեպ կատարել եք։ Ես եղել եմ Սլոյանի դիրքերում եւ հրամանատարի հետ եմ խոսել Անդրանիկի, երբ որ թուրքերը եկել էին որ իրենց ջանդակները տանեն, ասում եմ մենք այստեղ զոհ ունենք, Անդրանիկ ասում է դուք այստեղ ջանդակ ունեք, դուք զոհ չունեք։ Ասում է ինչու ես այդպես խոսում, ասում է որովհետև զինվորը իրավունք չունի զինվորի գլուխ կտրելու, չէ, դուք գլուխը բերեք, մենք ձեր ջանդակները կտանք, վերջը, 29 ջանդակ են տալիս, որ Սլոյանի գլուխը բերեն, ուզում եմ ասեմ, ես երախտապարտ եմ ձեզ, իմ ժողովուրդը, մենք ձեզ սիրում ենք, դուք վաստակել եք դա, ձեր արյամբ, ձեր խելքով, ձեր գործնեությամբ, վաստակել եք, որ այս ձեր տունն է և ձեր հայրենիքը։ Ապացույց, որ տգին Սվետլանան գիտի, որ Սվետլանը Կարլենովնան, որ մենք, ովքեր որ դիմում են թոշակի համար, եզդիներին բացառությամբ 200,000 ենք փոխանցում, որտև եզակի է ձեր ժողովուրդը, հպարտացիր ձեր ժողովուրդով, ոչ թե թողնեք կա քաղաք, այլ գյուղն էլ պետք է պահի։